Շատ համով սուրճ էիր դրել, Սուրճան, իսկ իմ ուզածներ։ Անահիտ, 53 տարեկան, մասնագիտությամբ խոհարար է, ամուսնացած է, ունի 2 որդի։ Ինչի՞։ Որ դու խոհարար ես, քեզ թվում է միայն դու ես կարողանում համով բաներ պատրաստես, հա։ Սուսան, 50 տարեկան, Անահիտի հարևանուհին է, բուժքույր է, այրի է, ունի 2 երեխա։ Չէ, Սուրճան, ես որ հիշում եմ քո նոր տարվա թխած խմորեղենը, համոզված կարամ ասեմ, որ խոհարարը դու ես չեմ։ Չէ, նոր տարվա խմորեղենները մանես էր պատրաստել։ Երեխես էլ շատ լավ ձեռք ունի։ Օֆ, բայց ումա պետք։ Երեխոս չգնահատեցին այդ աշնորհքները։ Լսի, Սուս, մանայի ամուսինը չի գալիս, չի զանգում, սկի։ Չէ։ Ոչ գալիս է, ոչ էլ զանգում է։ Չի էլ հիշում, որ երեխա ունի։ Երևի բարին դա է, ումա պետք է տենց ամուսինը, որ մեկի ուշկու միտքը խմիչն ու խաղատներելն են։ Էլ դրանից ինչ ամուսին, ինչ հայր։ Ճիշտ ես ասում, երեխես շատ տանջվեց։ Ինձ որ մնար ինքը ավելի շուտ կբաժանվեր։ Բայց չէր ուզում, ասում էր թող երեխեն անհայր չմեծանա։ Ամեն ինչ արեց, որ ընտանիքը չքայքայվի, բայց արի ու տես։ Չգիտեմ, շատ դժվար է երեխուս համար։ Ասում ես էլի, այդքան համեստ, խելոք երեխեն, ինչ բախտի արժանացավ։ Այդքան էլ սիրել էր այդ տղային ու սիրելով ամուսնացել էին։ Բայց ոչինչ, ես չեմ մտածում, երեխես դեռ իր բախտը կգտնի, ես համոզված եմ դրանում։ Վայ աղջի, ինչ ես խոսում, հիմա կարող եմ մանեն նորից ամուսնանալ։ Չհասկացա, բայց ինչի՞ չէ։ Երիտասարդ աղջիկա, ինչի՞ չէ։ Աման լավ ես ուզ դու էլ, կներես իհարկե, բայց ամուսնացած բաժանված, երեխեն հետո նորմալ պետք է առնի։ Անջան, շատ տղաներ կան, որ նույն բախտին են արժանացել, այսինքն բաժանվել են։ Աղջիկս էլ կհանդիպի իրան համապատասխան մեկին։ Ինչ կա, որ չկան այդպիսի տղաներ, որ բաժանված են, կամ միգուցե ինչ-որ մեկը սիրի իրան ու հաշվի չառնի շատ բաներ։ Բահոկյանքը չվերջացավ, երիտասարդ աղջիկա։ Դու ես իմ է, այ, Սուրճան, ինչ ասեմ, ախր երեխեն հետը նահու երեխուն չի թողնի ամուսնանա։ Իհարկե չի թողնի, իսկ ով ասում, որ երեխուն կթողնի։ Կարող է գտնվի այնպիսի մեկը, որ իրան ընդունի իր երեխու հետ։ Դե ասենք երևի ճիշտ ես ասում, օրինակ կարա ասենք իրանից տարիքով մեծ տղամարդ առնի։ Լավ է, արի այդ մասի չխոսանք, համ ինձ դուր չի գալիս այդ թեման, համ էլ կարող է ինքը միամիտ գա ու լսի։ Երեխես նեղվում է այդ թեմներից։ Հա, Սուրճան, դե լավ, ես էլ կամաց գնամ։ Երևի հիմա մխիթարս եկած կնի գնամ, տենամ կվասովածը։ Ոնց է մխիթարի գործերը, հա։ Լավ ամեռն մխիթարից ջան, շատ լավ է։ Մենակ ամեն ինչ ուզում եմ անել, որ ամուսնացնեմ այս Սուրճան, չի ամուսնանում։ Դե մխիթարս ընտիր է, ուզում եմ, որ իր ընտրյալներ ընտիր լինի, հասկանում ես։ Հա, այդ ճիշտ է, մխիթարդ լավ տղա է, շատ հավանում եմ իրան, բայց ամեն ծնողի համար իր երեխեն ամենալավն է։ Լավ էլի Սուս, մխիթարին ոչ մեկ էդ չես համեմատի։ Արտակն էլ է իմ տղեն։ Ես իրան շատ սիրում եմ, իմ բալենը կարող է չսիրեմ, բայց դե Արտակը մխիթար չի կարող լինի։ Որովհետև Արտակը առանձին է ապրում, իր ընտանիքը ունի։ Հետո դու որ կնոջը չես սիրում Արտակիդ, դա էլ իր դերն է խաղում։ Արտակս իր էշխելքից դուժեց։ Ախր այդ Աշխենը ուզելու բան էր, որ դրան ուզեց։ Անջան, Աշխենը շատ լավ աղջիկ է։ Ուղղակի դու իրան չես սիրում։ Ուֆ, Սուս, լավ էլի, դու շատ բան չգիտես, դրա համար էլ տենց մեծ խոսում ես։ Դե լավ է, Աշխենի հերն էլ անիծած, լսի տես ինչ եմ ասում։ Մխիթարիս համար մի հատ լավ աղջիկա տեղ եմ արել։ Ուզում եմ այդ գործը դզեմ, մխիթարիս ամուսնացնեմ։ Լավ էլի, իրա որդիվն է, ոնց մխիթարիս համար աղջիկ եմ գտել։ Հա, ինչ։ Լսի, մխիթարը տենքան խելացի տղա է, ինքը իր համար աղջիկ կգտնի։ Հիմա որդիվն է, ով է ծնողի հետ գնում աղջիկ ուզելու։
Ճիշտ է, Մխիթարը շատ խելացի է, բայց Սուս ջան, 30 տարի է սպասում ենք, թե դա երբ պետք է ամուսնանա։ Համել հո չեմ ասում ենք հետևիցս արի գնանք աղջիկ ուզելու։ Գնանք ծանոթացնեմ, կհանդիպենք, կհավանեմ, էլի եսի։ Լսի դու կրակ ես, կրակ։ Այ Սուս ջան, Ո՞վ այնչա։ Ինչ աղջիկ ասա տեսնե։ 25 տարեկան մի հատ տիկնիկ։ Լավ ունևոր ծնողների աղջիկա։ Ճիշտ է, հոր մոտ աշխատում, բայց դե ձևի համար էլ ենքան որ ներսու դուրս անի հո փողի խնդիրը չի։ Հերը պաշտոնյա է։ Տունն ունի, տեղն ունի, գեղեցկություն ունի, կրթություն ունի, ավտոն էլ վրեն։ Պարզա։ Հիմա դու ինձ էլ կոնկրետ ասա, աղջկան ես հավանել, թե ունեցվածքը։ Կոնկրետ ես ուզում, Սուս ջան։ Ասեմ, երկուսին էլ հավանել եմ։ Դասի մարդ մի անգամ այս կյանքում ապրում։ Օրինակ ստեղծված իրավիճակից ինչի չօգտվես որ։ Հա, ճիշտ է Սանջան, անպայման օգտվի։ Տենց էլ անել եմ Սուս ջան։ Անահիտը այդ տեսակ մարդ էր։ Նա փորձում էր ամեն ինչից օգուտ քաղել։ Հակառակ նրան Սուսանը մի չնչին բանով ուրախացող ու մի չնչին բանից բավարարվող էր։ Մխիթար 31 տարեկան, Անահիտի որդին է, աշխատում է բանկում, ամուսնացած չէ։ Բարոյցես։ Շատ շնորհակալ եմ Անե ջան, որ 10 անգամ մերժելուց հետո վերջապես եկար։ Սկուր։ Մերսի շատ։ Խնդրեմ, բայց կներես, որ երեխայի հետ եմ եկել, մանկապարտեզից վերցրեցի, մի անգամից եկանք։ Անկեղծ չէի ուզում գալ։ Ուղղակի քեզ չափից շատ եմ հարգում։ Շատ գիտակցում եմ, որ մեր հանդիպումը շատ սխալ է։ Մանե 29 տարեկան, Սուսանի դուստրն է, անգլերենի ուսուցչուհի է, ամուսնացած բաժանված է, ունի 1 որդի։ Եփ, Մանե։ Ես ոչ մի սխալ բան չեմ տեսնում այստեղ ու ավելի լավ է եկած չեկած մի սկսի էլի սխալ որակավորումներ տալ։ Հա, արարքիդ։ Իսկ ինչ վերաբերում է երեխուն, շատ լավ ես արել ոյժան բերել ես, որովհետև ես շատ եմ սիրում երեխեքին ու մանավանդ Ռոբին շատ եմ սիրում ու համոզված եմ, որ ինքն էլ ինձ է սիրում։ Չէ՞ Ռոբ։ Սիրում ես ինձ։ Հա։ Ուզում ես կամ հրացան առնեմ ավտո։ Դե լավ։ Մի րոպե մեզ մի խանգարի, մենք շփվում ենք։ Ռոբ, ուրեմն գնալու ենք խանութ, դու ցույց ես տալու քո ուզած հրացանն ու ավտոն ես առնեմ, հա։ Ընտես մենք արդեն իրար հետ բարեկամացել ենք։ Շատ լավ։ Մխիթար, բայց Ինչ։ մեր հարաբերությունները չեմ կարծում, որ իմաստ ունի շարունակել կամ ինչ-որ բան սկսել։ Մանե, տենց բան մի ասա, որովհետև ես մինչև մեր հանդիպումը ամեն ինչի մասին երկար մտածել եմ, գցել բռնել եմ։ Ինչն ես գցել բռնել։ Ախր Մխիթար, հասկացի։ Դու չամուսնացած երիտասարդ տղա ես։ Հետո։ Ես ամուսնացած եւ բաժանված ու նաեւ ունեմ երեխա։ Ոնց կարող ես դու ուզենալ ինձ հետ ամուսնալ։ Բայց ինչն է տարօրինակ, այդ չեմ հասկանում։ Ես եթե սիրում եմ քեզ, ինչի պիտի չամուսնանամ քո հետ։ Ինչի։ Հասկացի։ Դու չես մտածում քո ծնողների մասին։ Պապատ, մամատ ինչ կմտածեն։ Ինչպես կվերաբերեն մեր հարաբերություններին։ Դե սկզբի համար բնական է փշերով կընդունեն, չեն համակերպվի այդ մտքի հետ, բայց ես այդ հարցը կլուծեմ։ Ինչքան հեշտ ես խոսում։ Մի մոռացի, որ իրենց սերունդը սովոր չի նման բաների։ 100 տարի մարդիկ նույն ավանդույթով են ապրել։ Ու հիմա դու ուզում ես մեկ օրում հեղաշրջել։ Մանե, արի սենց պայմանավորվենք։ Իմ խնդիրների մասին դու չես մտածում, դրանց համար չես անհանգստանում։ Ինչ վերաբերում է պապա, մամա, հարևան, բարեկամ այս հարցերին, ես այդ հարցերը կլուծեմ, իրենց բոլորին կհամոզեմ, հենց որ դու հանգիստ կարող ես մտածել ուրիշ բանի մասին։ Հա, իմիջիայլոց, ձերոնք կարող է դեմ լինեն։ Գիտես, ուղղակի ես այնքան անլուրջ վերաբերեցի քո առաջարկին, որ մերոնց չեմ ասել, բայց համոզված եմ, որ
ինչ էլ ընտրեմ ես կամ ում էլ ընտրեմ, նրանք դեմ չեն լինի։ Մանե, ես չեմ հասկանում, թե դու ինչ ես տենց մտածում։ Ես ոնց կարող եմ քո նկատմամբ անլուրջ վերաբերմունք ունենալ։ Քո նման կիրթ, համեստ, գեղեցիկ կնոջը ոնց կարելի է անլուրջ վերաբերվել։ Հասկացի ուղղակի ես կյանքի ընթացքում այնքան արդեն չվստահեցի մարդկանց, որ չեմ կարող հավատալ։ Ուղղակի ինձ մոտ Ինչ։ անլիարժեքության կոմպլեքսը։ Լուրջ ես ասում։ Անլիարժեքության կոմպլեքս ունես փաստորեն։ Գիտես, շատերի հետ է պատահում, որ ամուսնանում են, հետո հասկանում են, որ սխալ են արել, որ ամուսնացել են, հետո բաժանվում են։ Կյանքը ամեն ինչ էլ հնարավոր է, որտեղ դա կախված չի մարդուց, հասկանում ես։ Կյանքի բերումով ուղղակի ինձ մոտ տենց ստացվեց։ Դու ինձ հասկանում ես ուսա։ Հասկանում եմ, հետո մի հատ տարօրինակ բան էլ կա։ Այնքան մարդիկ կան, որ իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում, բայց նենց են իրանց պահում, գտնելը ցիծման են գալի, ոնց որ ամբողջ աշխարհը պարտական է իրանց։ Գիտես, Մխիթար, քո նման մարդիկ շատ քիչ են։ Ընկալումն էլ է տարբեր։ Մխիթարը վաղուց սիրահարվել էր Մանեին։ Մանեն էլ էր շատ հավանում Մխիթարին, բայց հեռանկար չէր տեսնում իրենց հանդիպումներում։ Մխիթարը վաղուց պայքարում էր Մանեի սիրտը շահելու համար, ու նա մտադիր չէր նահանջելու։ Քուրջան, մի բան մտածի ցավը տանեմ, քո երևակայությունը ուժեղա, մտածի ինչ ես անելու, ասենք որ Մխիթարը գա, այդ աղջիկան էլ կանչես, տենց մի ստից առիթով ծանոթացնես։ Հա ցավը տանեմ։ Դու ես Մխիթարին կհամոզեմ, դու հեչ գործ չունես, դու մտածի ինչ ես անում։ Եղավ, դե հույսս դու ես քուր եղավ, շատ է դուրս եկել, շատ։ Տանով տեղով աղջիկա ում դուրը չեր գա, ինքն էլ սիրում։ Դե լավ, քուր ոնց որ մխոն եկավ, լավ, ես քեզ հետո կզանգեմ։ Լավ, հաջող ցավը տամ։ Բարև մամ ջան։ Բարև տղես։ Այսօր ես այ բարես։ Ես էլ հորդ ասել եմ որ շուտ զանգի։ Զանգեց ես մի ժամա խոսում ենք, դու չկաս ու չկաս։ Գործերով մի քիչ մամ ջան։ Ես առավոտը կզանգեմ պապայի հետ կխոսեմ, ոչինչ։ Բարես, նես լավ, տոլմա եմ փաթաթել տաքացնեմ ուտես։ Չէ, դրսում կերել եմ թե սոված չեմ։ Իսկ ուզես սուրճ դնեմ, ես չեմ ուզում, բայց քեզ համար կդնեմ, ես Սուսանես տանը խմեցի։ Սուսանես տուն էր գնացել։ Շուտ ոնց չեմ տեսել։ Ոնց էին, լավ էին։ Մանեն տաններ։ Չէ, մանեն տանը չէր, դե ոնց պետք է լինի։ Սովորական էլի։ Ուղղակի Սուսանը շատ է մտածում մանայի մասին։ Բայց զարմանալի կին է Սուսանը։ Ինչ կա մտածելու այդքան չեմ հասկանում։ Նա ավելի լավ չէր, որ մանեն տենց մարդուց բրծավ եկավ։ Հեսա կամուսնանա մի հատ նորմալ տղու հետ, երջանիկ կլինի, ու Սուսանը կհասկանա, որ բաժանվել է բարիներ։ Ատղա ջան, դու էլ ես Սուսանի խելքին։ Ամուսնացած բաժանված կին է։ Երեխան հետը նրանով պետք է առնի։ Բայց ինչ անենք ամուսնացած բաժանված է։ Կարևորը որ նորմալ լավ աղջիկ է, մամ։ Լսի, Մխիթար ջան, հիմա աղջիկները ավելի շատ են, քան տղաները։ Հələ շուրջ բոլորդ նայտես ինչքան լավ աղջիկներ կան, մեկը մեկից լավ։ Հիմա տղաները շատ մեծ ընտրություն ունեն անելու, ով պետք է գա դրան առնի։ Մամ, կարող աղջիկներն ավելի շատ են, քան տղերքը, բայց այդ ոչ մի բան դեռ չի նշանակում։ Մանեի պես կիրթ, դաստիարակված, խելացի ու գեղեցիկ աղջիկներն ամեն քայլափոխի չես հանդիպի։ Օ, Մխիթար ջան, դե լավ։ Թող մանեն ամուսնանա, թող չուզող ես ելնեմ։ Լսի, ես ուրիշ բան եմ հիմա քեզ ուզում ասել, Մխիթար ջան, բալես։ Մի հատ մեզ լավ աղջիկ եմ տեսել։
Աղջիկ չէ, իսկական գանձ է։ Մամ, քեզ ինչի է թվում, որ ես չեմ կարա իմ համար հարսնացու գտնեմ։ Այդ քո միջնորդի գործը դու ուլը չես վերջացրել, հա։ Մի քանի անգամ էլ փորձեցիր, տեսար, որ չստացվեց, էլ ինչ ես ուզում։ Բալես, այս լրիվ ուրիշ բան է։ Շատ լավ աղջիկ է, 25 տարեկան, ջահել սիրուն, լավ էլ ծնողների աղջիկ է։ Մենց որ իր հերը կարա քեզ սաղ կյանքդ առաջ տանի։ Ես շատ շնորհակալ եմ, որ ինչ-որ մեկի հերը ինձ առաջ տանի։ Ես իմ ոտներով լավ էլ առաջ եմ գնում, դու տեսնում ես։ Գիտեմ, ցավը տանեմ, ես դու գիտեմ, որ դու ուրիշ տղա ես, բայց դե բալես, ինչա վատ կլինի, որ կողքից քեզ մեկը օգնի, հա։ Վատ չի լինի, շատ լավ կլինի։ Ու էլ չեմ ասում, որ այտենց մարդը թիկունքիդ կանգնած լինի։ Դրան էլ գումարած սիրուն աղջիկը տնով, տեղով, կրթությունով ավտոմատ բերել։ Լավ, հասկացանք, լավ, հա։ Քո ասածն եմ ամջան։ Էլի որ։ Բայց այդ հերոսուհինով է, որ տենց ոգևորվել ես։ Մխիթար մորքուրինց հարևան է աղջիկն է։ Հա։ Շատ լավն է, շատ։ Ինձ հասիրտս կպել։ Լավ։ Մորքուրին ասել եմ, որ ես քանի օրը գնաս, ինչ-որ մի առիթ մտածի, բերի ծանոթ հասնի երկուսիդ էլ։ Այս քանի օրը հաստատ չեմ գնամ, մամ, չգիտեմ երբ կգնամ, դրա մասին խոսալու ժամանակը չի դեռ։ Բա երբ է ժամանակ այ տղա ջան, հետաքրքիր մարդ ես, ձեռից հետ կտանեն, հետո կփոշմանես։ Մամ, լավ։ Կոֆե դիր խմեմ։ Ինչ բարդ ես մխիթար, վերջ մնալու ես տունը, հրես, ես կեզ լավ։ Այ։ Չեմ մնա, մի վաղ։ Այս լավ չար։ Շատ վատ է, որ մաման սենց հա տրամադրված։ Անկեղծ չեմ լսել, գիտես, հենց բանը ասել։ Էնու հրաշք եկավ։ Այ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բազի մի հատ տատիկը, բազի։ Բոզի արևս։ Հա, ուր եք գնացել, հա։ Տատի գիտես, մաման ու Մխիթար ջաջան ինձ տարել են մանկական շրջարան։ Ինչ արեցիք։ Այն խաղացի, որ Մխիթար ջաջանը ինձ համով բաներ արա։ Հա, կյանքս։ Մանե, երեխենես ինչ ասում, ես ինչ հորինում։ Հա, բալես։ Ռոբուշ գնա սենյակդ, հա բալես։ Չեմ հորինում։ Անցի, գնա սենյակդ։ Մանե, այդ իմ Մխիթարի մասին է խոսքը։ Չէ։ Այսինքն հա Գիտեք, երեխային երբ որ մանկապարտեզից վերցնում էի, Մխիթարին հանդիպեցինք, առաջարկեց գնանք սուրճ խմենք, ես էլ համաձայնվեցի։ Հա, Մխիթարը շատ խղճով տղա է։ Երևի երեխես մտածել անհեր երեխա է, զուրկ չի մնա տանեմ մի քիչ ուրախացնեմ։ Չէ, Մխիթարը ուրիշ է։ Գիտես ինչ Անահիտ։ Իմ երեխան ոչ մի բանից զուրկ չի։ Անց որ այդպիսի բաներ մի խոսի, լավ։ Չես կցած ուսո։ Էդ էլ երեխուս լավությունը, հա, փոխանակ շնորհակալություն հայտնես, հələ մի բաներ նեղանում ես։ Գիտեք, Տիկին Անահիտ, ես ու Մխիթարը դե մանկուց շատ մոտ ենք, հարևաններ ենք։ Նա էլ շատ երեխայասեր է։ Ընդհանրապես գնացել էինք սուրճ խմելու։ Հա, իմանե ջան, իմ ասածն էլ դա է։ Ուղղակի չհասկացա, թե մամատ ինչի սենց վրդովվեց։ Լավ, հիմա դու ինձ այն ասա, Մխիթարը տուն է եկել հիմա տանն, Հա, միասին եկանք։ Հա, դե լավ, ես գնամ ինձ կներեք, շնորհակալ եմ սուրճի համար գնամ, երեխեն հիմա սոված կլինի գնամ հաց տամ տղուս։ Դու ինձ ասելու ոչինչ չունես։ Դու երեք ես տեսա, որ Մխիթարի հետ եք արտուն։ Այսօր երեխայի հետ սրճարան եք գնում։ Հանդիպում ես Մխիթարի հետ։ Հա, մամ։ Գիտես, Մխիթարը երկար ժամանակ ինձ հետապնդեց իր սիրով, իր նվիրվածությամբ։
Ես հասկացա, որ չեմ փախնի այդ ամեն ինչից։ Մամու, եթե անկեղծ լինեմ, ես էլ անտարբեր չեմ իր հանդեպ։ Գիտես ինչ, Մխիթարը լավ տղա է, ոչինչ չունեմ ասելու, բայց Մխիթարի գլուխ գովան մայրը երբեք չի թողնել, որ դուք միասին լինեք։ Մամ, ես այդ հարցը անընդհատ բարձրացրել եմ, ուղղակի Մխիթարը ասել է, որ այդ հարցը կլուծի, ես հավատում։ Որ կարողանար միջև հիմա լուծած կլիներ, նա մորը չի ասի երբեք քո մասին։ Մամ, ինչ գիտես, կարող է ասել է։ Չի աղջիկ ջան, հաստատ չի ասել, որովհետև մենք ամեն օր Անահիտի հետ միասին սուրճ ենք խմում։ Ասեմ ավելին, Անահիտը իր տղայի համար հասնացույց է գտել, հարուստ, ամեն ինչով ապահովված, այնպես որ իմացի, որ այն ինչ դու մտածում ես չի լինելու։ Այդ գործին նաև խառնվել է նրա մորաքույրը, մորաքրոջ ամուսինը Ամերիկայից։ Մամ, դու լուրջ ես ասում։ Իսկ ինչի Մխիթարը ինձ ոչինչ չի ասել։ Դե երևի այդ աղջկան չի ուզում։ Քեզ էլ չի ուզում նեղացրած լինի։ Մամ, ես ամենաշատը դրանից էի վախենում։ Գիտեի, որ նրանք դեմ կլինեն, որ չեն համաձայնում։ Երևի ճիշտ կլինի, որ ես գնամ առանձին վարձով ապրեմ, որ ոչ ես տեսնեմ Մխիթարին, ոչ Մխիթարը ինձ, թե չէ սենց որ մնա երևի խայտառակենտ լինելու։ Ինչի՞, քեզ թվում է, որ գնաս վարձով ապրես, Մխիթարը քեզ չի գտնի, ինչ ես որ դառնա։ Ինտերնետ չկա, հեռախոս չկա, հետո մի մոռացի, թե ինչքան փոքր քաղաքում մենք ապրում։ Չէ, դա հարցի լուծում չի աղջիկս։ Հետո սա քո ճակատագիրն է։ Դրանից աշխատի չփախնես։ Առանց այն էլ դու մի անգամ արդեն սխալվել ես։ Երկրորդ անգամ սխալվելու իրավունք դու չունես։ Չգիտեմ, մամ։ Չգիտեմ ճիշտը որն է։ Ոնց վարվեմ։ Դու շատ մի մտածի։ Ինչ լինում է կլինի։ Մանեն հայտնվել էր երկու քարի արանքում։ Նա սիրում էր Մխիթարին, բայց իր ամուսնացած բաժանված լինելու փաստը խանգարում էր իրեն զգացմունքներն արտահայտելու ու իրեն լիարժեք երջանիկ լինելու։ Մամջան, այսօր էր եկա դիմավորող չկար, այդ քեզնից չէր։ Ես Սուսանենց տունն էի։ Իսկ դու որտեղից ես գալիս։ Ինչ է նշանակում որտեղից ես գալիս։ Լսի Մխիթար, չհամարձակվես ինձ խաբել։ Ես ամեն ինչ գիտեմ։ Իզուր չի որ ասում են, եթե բան ես ուզում իմանաս, տան երեխուց իմացի։ Հիմա այսօր այդ դեպքն է։ Ես Սուսանես տանը նստած սուրճ եմ խմում, երեխեն վազելով եկել ասում, տատի գիտես Մխիթար ձեզան մեզ տարել էր մանկական սրճարան։ Ոնց որ տակ թավալով գլխիս տային։ Ուրեմն մամջան, այդ ինչը որ լսել ես շատ լավ է որ լսել ես, որովհետև երեխու ասածը ես պիտի քեզ ասեի։ Ես ու Մանեն հանդիպում ենք։ Ոնց է հանդիպում եք։ Լսի դու անմոռ ոչ ես, ինչ է նշանակում հանդիպում եք։ Չեմ հասկանում Մխիթարի ինչ է նշանակում հանդիպում եք։ Խնդրում եմ, ասա որ ես ամեն սուտ է։ Ասա որ կատակ ես անում։ Հատ հանգստացի։ Հանգստացի մի հատ, մամա։ Ինչ եմ արել, մարդ եմ սպանել, գողություն եմ արել, ինչ վատ բան եմ արել, որ վատանում ես։ Լուսի տղա ջան, քեզ ինչ է եղել, որ դու գնաս ամուսնացած բաժանված կնոջ հետ հանդիպես, երեխեն են պոչին։ Մամ, ես ափսոսում եմ մենակ մի բանի համար, որ Մանեին ուշ եմ հանդիպել։ Եթե ես իրան ավելի շուտ հանդիպեի, ինքը այս ճանապարհով չէր անցնի։ Ու չնայած այն հանգամանքը, որ ինքը երեխա ունի, չի խանգարում, որ ես իր հետ ամուսնանամ, որովհետև ինքը այն մարդն է, այն կինն է, ով որ ուզում եմ լինի իմ կողքին։ Պարզա՞։ Տղես դու ամոթ չունես։
Դու տղամարդու թասիբ չունես։ Ես չեմ հասկանում։ Դու գիտես եկուց հետևիցդ բայրու են ու ծիծաղանացեն հլեն հավին նայեք, գնացել ա ուրիշի կնգանա ուզել։ Ես թքած ունեմ, թե իմ հետևից ինչ են խոսալու։ Բամբասող մարդը միշտ կբամբաս իրան առիթապետ։ Ուզում ես գնամ աշխարհի ամենաանմեղ աղջկան բերեմ ինձ կին, մեկ այրենք խոսալի են։ Մի հատ պատճառ գտնելու են անպայման։ Իսկ ինձ այդ չի հետաքրքրում, մամա, նորից եմ ասում։ Ինձ հետաքրքրում է իմ կողքի մարդը ու իր ներաշխարհը։ Լսի մխիթար, ես վատ եմ, ինձ մի հատ դեղ բեր շուտ արա։ Կամ չէ, պետք չի մի բեր։ Ավելավա մեռնեմ, քան ես ամեն ինչը տեսնեմ ու լսեմ։ Մամ, ողբերգություն մի սարքի, խնդրում եմ, ողբերգություն մի սարքի։ Դու շատ լավ գիտես Մանեն ինչ աղջիկ է, ինչ կրթություն ունի, ինչ դաստիարակություն ունի, ինչի համար ես այս պատմությունը սարքում։ Հիմա ինչ անենք, որ այդ երեխայի դժբախտությունն է պատահել։ Լսի տղա ջան, դու ինչ կապ ունես նրա դժբախտության հետ։ Ես չեմ հասկանում, ինչի ես դու ուզում մեղավոր դուրս գաս այս ամեն ինչի մեջ, հա։ Մամա, ինչ մեղավոր, ինչ ես խոսում։ Վայ Սուսան, ուրեմն այդ կախարդը ամեն ինչ գիտեր, դրա համար էր դու ականջս բացում, մի լավ տղա ալնի մանեիս ուզեմ։ Բայց ես թույլ չեմ տա, լավ իմացի։ Ես թույլ չեմ տա։ Մամ, Սուսանը ոչ մի բանից տեղյակ չի, ես քեզ այդ հաստատ եմ ասում։ Հաստատ տեղյակ չի Սուսանը։ Ու մի բան էլ, դու կարող ես արդեն պապային էլ ասել, որ ես իմ որոշումը վերջնական ընդունել եմ։ Ես ամուսնանալու եմ Մանեի հետ։ Չէ մխիթար։ Չէ։ Դա լինելու բան չի, միայն իմ դիրակի վրայով։ Ես կկշնում ես։ Հələ դրանց նայի։ Հələ անասուններին նայի, ինձ էլ հիմարի տեղ են դրել, հա։ Դուք հələ չգիտեք ում հետ գործ ունեք։ Տո ես ձեզ ունեց կխեղտեմ, որ աչքս անոնց թարթելու կսատկացնեմ ձեզ անասուններ։ Էդ ում տաղում եք ուզում ալրեչ անեք։ Աստված։ Դրանց նայի անմեղ տղա են գտե գիտեն մերն էլ անմեղ էլ չգիտի ձեր նմաններին կտանեմ սովցանավ հետ կբերեմ բայց ինչ անեմ աստված ջան ինչ անեմ դրանց նայի որ Սուսան աղջիկ մազերդ մեկ պոկեմ չեմ հանգստանա դու եկել ես իմ տողում ես ուզում հիմարի տեղ դնես չնայ սենց չի անո ջան Դու դրանց հարցերը պետք է լուծես։ Դրանք պետք է իմանան ում հետ գործ ունեն։ Ես անենց օրը գցեմ դրանց որ բերանները բամբակով ջուր կաթացնեմ, հենց սպասի։ Բարև Սուսան։ Բարև Անետյա։ Նստի, հենց լավ ժամանակ ես եկել։ Պես Մանեից կասեմ քեզ սուրճ կդնի։ Մանե! Անահիտին է սուրճ ավելացրում։ Նստի։ Շնորհակալ եմ, ես սուրճ չեմ ուզում, ես իմ սուրճը խմել եկել եմ։ Ես խոսելու բան ունեմ քեզ հետ, լավա որ Մանեն էլ տունն է, որտեղ ասածները Սիրանն էլ է վերաբերում։ Վայ, ձեզ տիկին Անահիտ։ Ինչ լավ է եկել, քեզ սուրճ ավելացնեմ, խմենք բոլորս։ Շնորհակալ եմ, աղջիկ ջան, ինձ քո սուրճը պետք չի։ Արի նստի, հետդ խոսելու բան ունեմ։ Նստի, խոսա։ Ինչ ապատահայրան։ Մի տեսակ հրթողված ես։ Լսի Սուսան ջան, որ դու իմ տեղը ներ, մի տեսակ չէ 10 տեսակ կլինեիր։ Սուսան, դու էլ ազատ տղա ունես չամուսնացած։ Ինչ կանես, որ տղեդ գասի, մամա, ես ուզում եմ ամուսնանալ, ամուսնացած բաժանված կնոջ հետ, հələ պոչնել հետը։ Գիտես ինչ Անահիտ, ես քեզ հասկանում եմ, որ թողված ես, բայց արի իրար հասկանանք ու իրար չվիրավորենք, լավ։ 100 տարվա հարևաններ ենք, ոնց կարելի է։ Ոչ է ոնց կարելի է, Սուսան։ Ինչը չի կարելի։ Քո աղջիկը այնքան խելոք, հա, որ գիտի տղես խելոք, խղճի ստույր տղա է, ես իմ ինչեր է խոսացել, խելքը կերել է։ Հիմա այդ տղես եկել ասում է, ամուսնացած բաժանված կին եմ առնելու։ Դու ինչ կին, հələ երեխան էլ հետը։ Գիտեք ինչ տիկին Անահիտ։ Այն որ ձեր տղան ինձ ուզում է, դա ձեզ առիթ չի տալիս ինձ վիրավորելու։
Ձեր տղան ուղիղ մի տարի իմ հետևից էր ընկել, որ մենք հանդիպենք։ Ես ոչ մեկի խելքը չեմ կերել ու ձեզ խնդրում եմ, որպեսզի ինձ չվիրավորեք։ Ու ես ինքս իրեն հիշեցրել եմ եւս մեկ անգամ, որ ես ամուսնացած եւ բաժանված եմ։ Ինքն է ընտրել։ Լսի աղջիկ ջան, քեզ սրբիտեղ մի դիր։ Դու հենց բաժանվեցիր եկար քո ուշք ու միտքը մխիթարս էր։ Դու ուրեմն քեզ համար խելոք գնացել եկել ես մխիթարս մի տարի քեզ հետապնդել, հա? Ամոթ, տենց բաներ մի խոսա։ Ախր քեզ էլ եմ հասկանում, մխիթարից նման լավ տղեն, բա ով ըլնի որ թողի գնա մխիթար ուրիշին անի, պաշի որ իրանով պտի անի։ Գիտեք ինչ, ավելի ճիշտ կանեք գնաք ձեր տղայի հետ խոսեք, որովհետև ես առիթ չունեմ ձեզ խաբելու։ Հա, ես էլ հավատացի։ Լսի, այս ամեն ինչի դուք վաղուց եք պայմանավորվել, ու այս ամեն ինչի կազմակերպիչը մերը տա։ Ու գիտես ինչի, մի քանի օր առաջ ականջ էր բացում, ինձ էր հասկացնում, մի լավ տղա ալդի մանեի Սուզեն։ Լսի, դուք կարող եք հարիֆի տեղ եք դրել։ Ձեր ցերեկով անցած ճանապարհը ես գիշերով եմ անցնում, ու լավ իմացեք։ Մտքներովը չանցնի, ինձ հիմարի տեղ դնեք։ Համեջ Սուսեն ջան, ծուղը նստեք դուս խոսանք, քո աղջիկը հələ մի անգամ ամուսնացել է, թույլ տվեք թող ուրիշներն էլ ամուսնանան, էլի։ Մի հատ կարաս հանգստանաս։ Ինչ ես աչուզը բոլորին վիրավորում։ Հեչ չի ավել պակաս խոսես։ Դու չես ճանաչում իմ երեխուն։ Դու չգիտես ինչ պարկեշտ ու դրական երեխա է։ Հա, գիտեմ։ Դե դրական պարկեշտ երեխեքն էլի, որ սրա նրա տունը քանդում են։ Տիկին Անահիտ, ես այսքան ժամանակ ում տունն եմ քանդել, կամ եթե ես ամուսնանամ նույնիսկ ձեր որդու հետ, ես ձեր ո՞ր մի տունը կքանդեմ։ Ասեմ աղջիկ ջան, ասեմ, դու որ ամուսնանաս մխիթարիս հետ, ես ու Ալբերտը դարդից կմեռնենք։ Մի որոշ ժամանակ հետո էլ մխիթարս գլխին ատալու, որ ինձ չլսեց։ Էլ չեմ ասում ազգու բարեկամ, ծանոթ հարևան, սա հետևներիցս ծիծաղելու են, ասեն հենց էշերին նայեք, գնացել են ուրիշի կնգան իրանց հարս են ուզել։ Գիտեք ինչ, դուք ոչ թե մտածում եք ձեր որդու երջանկության համար, այլ նրա համար, որ մարդիկ չխոսեն։ Խնդրում եմ դուք էլ գնացեք, ձեր որդուն էլ տարեք ձեզ հետ։ Ես այս խայտառակությանը չեմ կարող դիմանալ։ Գնամ մանե ջան, բայց լավ իմացի, տղուս չհամարձակվես քեզանով անել։ Գնան այդ։ Ու էլ եմ ասում, ես իմ ասածների տենն եմ, մանե, թե չէ, կկպնեմ են թույլ տեղիտ, այն անտեղ լակոտիտ կգողանամ կտանեմ, լսեցի։ Ու արդեն չափդ անցար, դուրս արիս տեղից։ Գնում եմ, բայց ես թույլ չեմ տա, որ ձեր նման ոչնչությունները իր վրա քայլեն, եղավ, սրանց նայի։ Հանգստացի։ Վերջ, անցավ, վերջ։ Մամ, ես էլ չգիտեմ ինչ անեմ։ Ես ոնց անեմ մխիթարից հեռու մնամ, կամ ոնց անեմ ինքը ինձնից հեռու մնա։ Վերջ, հանգստացար, ոչ մի բան անել պետք չի։ Ինչի պիտի քո բախտին քար գցես ինչ-որ մի լաչարի պատճառով։ Վերջ, ամեն ինչ լավ կլինի։ Ես կզանգեմ քեռին, ու կասեմ, եթե իրան հարմար է, ես կգնամ իր մոտ կապրեմ ու ընդհանրապես հեռու կմնամ։ Համ մխիթարից, համ խայտառակությունից ինչ-որ իրան կանեն։ Ես էլի վիճակի չեմ։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ալո։ Մանե ջան, բարև, ինչի չես պատասխանում, մանե, արդեն սկսել եմ անհանգստանալ։ Չէ, մխիթար ջան, ամեն ինչ նորմալ է։ Ուղղակի մարդ կար տանը չէի կարող վերցնել։ Հա, հյուրեր ունեիք,
Ով էլ մանջել։ Վարդանը, ամուսինս։ Վարդանը։ Իսկ ինչ էր ուզում Վարդանը։ Մխիթար, մենք էլ չենք կարող հանդիպել։ Կներես ինձ։ Ինչի չեմ կարող, մանա։ Վարդանը առաջարկեց, որ մենք միանանք։ Ինքը շատ է փոխվել։ Իսկ դու ինչ ես ասել։ Ես էլ համաձայնվեցի։ Առաջին հերթին ամենակարևորն է, որ Ռոբերտը իր հոր հետ կմեծան։ Լավ, մանա ջան, ես չգիտեմ ինչ ասեմ, ճիշտն ասած, բայց Պաստորեն Վարդանը մեզ նորից խանգարեց։ Ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում։ Գիտես, Վարդանը երջանիկ մարդ է, մանա, որ քանոմանկինը նորից ընդունեց նրան ու ներեց։ Իմ համար շատ դժվար է, բայց ես պարտավոր եմ հարգել քո որոշումը։ Երջանիկ եղիր, Անա ջան։ Դու էլ։ Մանեն նախընտրեց խաբել Մխիթարին եւ հեռու մնալ նրանից։ Նա մի քանի տարով մեկնեց քեռու մոտ, Եվրոպա։ Այդ ընթացքում Մխիթարն ամուսնացավ մոր ընտրած աղջկա հետ։ Բայց նրա նման հարուստ ներաշխարհով մարդուն դժվար էր ապրել կյանքում ամեն ինչ ունեցած անդարդ ու անդասյարակ աղջկա հետ։ Ամուսնությունից 3 տարի անց Մխիթարը բաժանվեց, իսկ Մանեն շարունակեց մենակ մեծացնել ու դաստիարակել